Նիկոլ Փաշինյանին դիմավորում է Դոնալդ Տուսկը։ Հայաստանի և Լեհաստանի վարչապետները կարմիր գորգի վրա են, հնչում է երկու երկրի պետական օրհներգերը։ Պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի ու Լեհաստանի ղեկավարների առանձնազրույցը։ Դոնալդ Տուսկը ողջունել է Փաշինյանի պաշտոնական այցը, համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի աջակցությունը, հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել տնտեսական գործակցության խթանումը, ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ գործակցության խորացման գործընթացում։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, թրիփ նախաձեռնության իրականացման ընթացքին, նաև Հայաստան-ԵՄ գործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։ Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ստորագրել են արտգործնախարար Միրզոյանը և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Կոշինյակ Կամիշը, որից հետո վարչապետները հանդես են եկել հայտարարություններով։ Իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել, հստակ հենց այն օրը, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։ Այսօր կարող եմ նշել, որ հայ-լեհական հարաբերությունները, նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության առանց որևէ նախապայմանի։ Մենք ունենք նմանատիպ նպատակներ։ Լեհաստանում շատ են գնահատում հայերին։ Ես ուզում եմ մատնանշել հենց ձեր կատարած աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու քաղաքական տեսլականը, եւ սա մի երևույթ է, որն այսօրվա բարդ պայմաններում եւ Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է։ Դուք պետք է օրինակ հանդիսանաք հենց այդ քաղաքական ուղու վարման համար։ Նաեւ պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարեւոր է խաղաղությունը։ Խաղաղությունն առաջնահերթ կետ է։ Թեև դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ցանկանում եմ հայ ազգին եւ անձամբ ձեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։ Մենք հակված ենք ընդունել բոլոր այն երկրներին, որոնք կրում են եվրոպական արժեքները, շարունակել է Տուսկն ու ընդգծել, զգուշավորությամբ, բայց եւ հստակորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու այն երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախություն ու խաղաղությունը։ Սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ։ Մի երկիր, որն աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է, եւ իրենք ցանկանում են շուտով հանրաքվե կազմակերպել։ Մենք զրուցում էինք եւ շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ պրոցես։ Մենք հակված ենք ընդունելու այն բոլոր երկրներին, որոնք նույն արժեքների կրողներն են։ Ուզում եմ մատնանշել հենց ձեր ջանքերը, որ Հայաստանը հստակ այդ ուղին ներկայացնող ճանապարհով է գնում։ Ես վստահ եմ, որ ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում եւ ուզում եմ եւս մեկ անգամ ձեր մոտեցման համար խոր երախտագիտությունս հայտնել։ Նաեւ ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին։ Անդրադառնալով ռազմատեխնիկական գործակցության համաձայնագրի ստորագրմանը, Տուսկը նշել է, որ իր երկրի ազգային պաշտպանության նախարարը մեծապես ներգրաված է այդ գործընթացում։ Հավատում ենք, որ ռազմական գործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը։ Մենք հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին եւ կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։ Ուրախ եմ, որ ներկա պահին ձեր երկիրը գտնվում է այն կետում, որ գտնվում է։ Կարծում եմ, կշարունակենք անվտանգության մեր գործակցությունը։ Շնորհակալ եմ։ Երկար ժամանակ Հայաստանի վարչապետի Լեհաստան բարձրագույն մակարդակով նման այց չի եղել։ Իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանն ու իր այցը երկկողմ հարաբերություններում համարել նոր փուլի մեկնարկ։ Առանձնակի պատիվ է հրավեր ստանալ ձեր կողմից եւ նման ջերմ ընդունելության արժանանալ ձեր կողմից։ Այսօր մենք հանդիպում ենք ձեզ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի եւ շատ բարձր է գնահատում ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետեւ Հայաստանը միշտ զգացել է ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ իսկապես նաեւ իմ անձնական փորձը
այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաեւ այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով եւ ոլորտներում, այդ թվում Եվրամիության շրջանակներում եւ մենք այդ աջակցությունը զգացել ենք։ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի վերաբերյալ Դոնալդ Տուսկի քաջալերող գնահատականը, որը նոր վստահություն է տալիս շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանը եվրոպական եւ ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։ Ես չեմ թաքցնի եւ դուք դա գիտեք, իհարկե ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել եւ պաշտպանել սեփական անվտանգությունը, եւ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Լեհաստանի փորձը կարևոր օրինակ է ժողովրդավարության եւ անվտանգության համատեղման տեսանկյունից, նաեւ խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։ Երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը, եւ ես Հայաստանում մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության падգամավորներից մեկը արձագանքեց հետեւյալ կերպ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծեք Եվրոպայի մասին եք խոսում, եւ իմ արձագանքը հետեւյալն էր, ես ասացի, իսկ մենք համոզված ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը, եւ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է։ Վարչապետի խոսքով հատկապես Եվրոպայի բարդ եւ երբեմն դաժան պատմությունն է, որ Հայաստանին բերել է այն համոզման, որ խաղաղությունը, ժողովրդավարությունն ու ազատությունը այլընտրանք չունեն։ Որովհետեւ միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ եւ կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության այլընտրանք լինելը, ժողովրդավարության այլընտրանք լինելը եւ ազատության այլընտրանք լինելը եւ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է եւ ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը իհարկե մեզ համար օրինակելի է։ Եզրափակելով վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել Լեհաստանի վարչապետին ուղղված հրավերը մասնակցելու մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին։ Բարի օր եւ սիրում եմ բոլորիդ գրությամբ հերթական տեսանյութում Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ է։ Wow, great. Այնուհետև վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Վարշավայի անհայտ զինվորի հուշահամալիրում։ Վոլոդյա Մուշեղյան, լուրեր։